Ոայ, ես պետք է ասեմ, որ երևի մի 10 ընտրության մասնակցել եմ, թե բանը դիտոր, թե վստահված անձ, թե որպես ընտրող, սենց բան ես դեռ չէի տեսել։ Օրինակ 7 մետր ընտրատեղամասից են կողմ գտնվում է ԿՊ-ի ոչ լեգալ շտաբ, այսինքն գրանցում չունեցող։ Ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար մենք ստիպված էինք ոստիկանությանը հորդորել, համոզել, որպեսզի անդադ այդ կուտակումները այնտեղ առաջացող ցրեն։ Իսկ այդ մարդիկ կանգնած նայում էին, ով մտավ, ով։ Ես որ նոր էի եկել, առհասարակ մի հատ մտնում էին այնտեղ, գալիս էին տեղամաս, հետո տեղանից դուրս էին գալի, էլի գնում էին այնտեղ։ Երբ որ տեսան ինչ-որ հակազդեցություն կա, այդ պրակտիկան դադարեց, սկսվեց ինչ-որ կրկնվող մեքենաների հայտնվելու պրակտիկան, անդադ ինչ-որ այդ կուտակումը ու բանը կար, այդ թվում ազանգեր էինք ստանում։ Հիմա ես այդ թվում օրինակ ընտրակաշառքի մասով ձեռքից ոչ մեկին չեմ բռնե, բայց եթե մոդելավորենք իրավիճակը, երբ որ ընտրակաշառք է բաժանվում, հենց նման գործիքակազմ կիրառելով են դա անում, էլի։ Բացի դրանից, տեղամասի ներսում պարբերաբար տարբեր մանր ու խոշոր խախտումներ են գրանցվել։ Օրինակ, նույն այդ շտաբի ԿՊ-ի հերոսական գումարտակի ներկայացուցիչը փորձում էր չակերտավոր բան աներ, ուղեկցող անձ լիներ քվեարկության ժամանակ, ու եթե ես չմիջամտեի, դա կայանալու էր։ Չնայած որ այդ ուղեկցող ում որ ուղեկցում էր նա ոչ տեսողական խնդիր ուներ, ոչ ինքնաշարժողական զուտ բանավոր հավաստիացում կար, որ այդ մարդը մտավ որ ես իմ ինչ խնդիրներ ունի, դրա համար իրան բերել են։ Երբ որ ես միջամտեցի, դա կասեցվեց, այդ մարդը մտավ քվեարկեց, բայց դա էլ կա։ Այս այնա ինչ որ ես իմ աչքով եմ ֆիքսել։ Իսկ ինչքան կա, որ մենք ուղղակի չենք կարացել տեղորոշել, իրանք մի քիչ ավելի զգուշ են եղել, բան։ Հիմա հաշվարկներ սկսի հաշվարկների արդյունքով բարձ կլինի։ Դատելով այդ մամուլի հրապարակումներից արդեն ակնհայտ է, որ 31-69 տեղամասը քաղաքի ամենախնդրահարույց տեղամասերից է, ու դեռ հասկանալի չէ ինչ բախտի կարժանանա այսօրվա քվեարկության process-ը այստեղ։ Ամեն դեպքում մասնակցության թիվը ցածր է, 43%։ Դա ցածր չի։ Ընդհանուր Գյումրիում, նույն այս տեղամասի անցած ընտրության ցուցանիշները չգիտեմ, բայց 1637 գրանցված ընտրողից մոտ 700-ը մասնակցել են։ Դա բարձր է, 700-ից ավել է, առավել ևս։ 43%-ը հայկական իրականության մեջ դա բարձր մասնակցության ցուցանիշ է, նամանավանդ Գյումրիում, որտեղ տենց ամեն երկրորդ տանը արտագնա աշխատանքի գտնվող մարդ կա, Երևանում ապրող ու ստեղ չեկած մարդ կա, իրականում դա նույնիսկ ավելի շատ է պրակտիկ, քան 43%-ը, որ տենց բացարձակ թվերով է երևում։ Այսինքն դուք համարում եք ուղղորդումներ են եղել, մարդկանց են բերել, շահագրգռել ինչ-ինչ ձևերով։ Ես ունեմ բոլոր լեգիտիմ պատճառները այդպես կարծելու, բայց ես չեմ կարծում, որ զուտ դրանով է պայմանավորված բարձր մասնակցությունը։ Գուցե այս տեղամասում, օրինակ, եթե մի քիչ ավելի բարձր թողավիճակներ այստեղ մասնակցությունը ավելի բարձրներ հենց այդ ուղղորդումների մասով, բայց նաև ակնհայտ է, որ Գյումրիում բավականին շիկացած մթնոլորտ է ու քաղաքացիները ուզում են իրանց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեն։ Ինչքան է ուղղորդեն չեն կարող անցած ընտրություններին ավականու 2-2.5 անգամ ավելի քիչ մարդ է մասնակցել, չնայած որ իրանց այն ժամանակին էր պետք, որ իրանք ինչ-որ բան ունենան։ Պարլամենտական ընտրություններին նույնիսկ ավելի ցածր ցուցանիշ է արձանագրվել։ Սա զուտ ուղղորդումներով բացատրել հնարավոր չէ։ Ակնհայտ է, որ մարդկանց հոգեբանության մեջ ինչ-որ բան է կատարվել այս վերջին շրջանում, որը ինչ-որ մարդկանց խմբերի ավելի է մոտիվացրել, որպեսզի իրանք վեր կանան ու իրանք քաղաքացիական պարտքը կատարեն։ Արձանագրություններ կազմել են, դուք դրանց ներքո ստորագրել եք ինչի մասին է։ Ես արձանագրություններ ինքս կազմել եմ մի քանի հատ, մեկը նշեցի այդ ուղեկցող անձի մասով, առավոտյան մի երկու հատ զուտ տեխնիկական բաներ կային, որ չեմ կարծում, որ դա չարամի դիտավորության բաներ, օրինակ քվեաթերթիկների ոչ համաչափ աշխատությունը, բայց ես դա տեսա, որ ուղղակի աչքաչափով վերցնում են դնում են, դրա համար ինչ-որ բան կա, անընդհատ դա առանց արձանագրելու ենք անում, մեկ է առավոտյան մի քանի դեպք եղավ, երբ մոռացել էին կուպոնները կնիքել, դա էլ տեղում լուծվեց, զուտ արձանագրեցինք, որ նման բան եղել է։ Էական բանը, որ ես կառանձնացնեի, դա այդ քվեարկության ուղղորդելու պրակտիկան, նամանավանդ որ ուղղորդողն է
իմ աչքի առաջ առավոտվա 7:30-ից այս տարածքում քուջուջ էր անում, էլի։